Մայր թատրոնը պատրաստվում է արտասովոր պրեմիերայի, ամենօրյա փորձեր, պրոֆեսիոնալ դերասանական կազմ ու քրտնաջան աշխատանք։ Կարլ Մաքս խոստովանություններ, նոր բեմադրության համար Լատվիայից Հայաստան է ժամանել ռեժիսոր Հայկ Կարապետյանը։ Առաջ անգամ եմ աշխատում Երևանում, Սուդիկյան թատրոնը ինձ հրավիրել է ստեղ բեմադրեմ ներկայացում, քանի որ դեկորացիաներ, մեկ էլ կոստյումները պատրաստ չեն, մենք փորձում ենք տեքստերի վրա աշխատել։ Իմ նկարիչը AJ Weisbard-ը Իտալիայից գալու է այստեղ, որ արդեն լույսերը դնենք ու հավաքենք։ Հայրենիքում ներկայացում բեմադրելը մեծ պատասխանատվություն է, ռեժիսորն ու անձնակազմն աշխատում են ջանք չխնայելով։ Միայն թե բեմում տեսարանը դեռևս ամբողջական չէ, թատրոնն իր գաղտնիքներն ունի, ասում է ռեժիսորը, այստեղ ամեն բան պետք է ներդաշնակ լինի։ Մեր մոտ շատ կարևոր է դինամիկան։ Մեր մոտ ամեն մի հատորից հետո փոխվում են դեկորացիաները ու դեկորացիաները չի ասել, որ այդ դեկորացիաներ են, ավելի շատ այդ սցենոգրաֆիա է, այն տեսակետից, որ ինքը այդ սցենոգրաֆիան մատուցում է ու օգնում է այս մեր պատմությունը պատմել ու ցույց տալ։ Ու մեզ համար ավելի շատ ոչ է տեքստն է կարևոր, այլ նկարը։ Մենք ուզում ենք, որ վիզուալ այդ հետաքրքիր լինի, սիրուն լինի ու դինամիկ լինի, որ հանդիսատեսը մոռանա իր կյանքի մասին ու տեղափոխվի ուրիշ աշխարհ։ Իսկ ինչպես պետք է ամբողջացնել պատկերն, ահա այստեղ է սկսվում ամենաբարդն ու հետաքրքիրը։ Ասում են թատրոնը սկսում է կախիչից, մենք այսօր ձեզ ցույց կտանք, թե որտեղից է սկսվում իսկական ներկայացումը։ Ետնաբեմում կահույքի արտադրամաս հիշեցնող վայրը Մայր թատրոնի կարևորագույն սենյակներից մեկն է։ Բեմից ներկայացումը վայելող հանդիսատեսն իհարկե պատկերացում չունի, ինչպես են ստեղծվում դեկորներն ու ովքեր են օգնում, որ ներկայացումը տպավորիչ դառնա։ Սա մի կողմը լինելու է աֆիշա, ներկայացման մեջ ինչ-որ դες դրվակ կա, որ աֆիշա պետք է երևա։ Մի կողմից էլ պետք է երևա դուռ։ Թվում է հանրությունը ճանաչում է թատրոնի երախտավորներին, բայց կուլիսներում կան մարդիկ, որոնց աշխատանքն ամենաբարդն ու ամենատեսանելին է, բայց նրանց մասին ոչ ոք չգիտի։ Կահույք կառուցող եմ ես, էլի։ Շատ պատահական եկանք ստեղ 95 թվին Ղարաբաղի Գանձասարի համար պատվեր կար, որը պետք է կատարվեր Գանձասարի ժամի համար։ Եկանք ստեղ, այդ պատվերը կատարեցինք եւ կարծես թե մենք ցեխի աշխատող ենք, ոչ թե թատրոնից այդ ժամանակ ոչինչ չէի հասկանում, այսինքն դեկորացիայից բան։ Հետո ստացվեց այնպես, որ առաջարկ եղավ մնալու, մնացինք մինչև օրս։ Վարպետ Ռոբերտն արդեն 31 տարի աշխատում է Սունդուկյան թատրոնում։ Յուրաքանչյուր նոր ներկայացում կերտվում է նրա հմուտ աշխատանքի շնորհիվ։ Ռեժիսորն ու նկարիչը իրար հետ պիեսի համաձայն որոշում են, որ սա պետք է լինի։ Ներկայացումը սա է, Կարլ Մարքսն է, հին աստվածներն է, թե որևէ մեկ ուրիշ ներկայացում։ Նկարիչը իր աշխատանքն է կատարում, այսինքն ինչ դեկորացիա պետք է պատրաստվի։ Էսկիզ անում, մակետ անում, ռեժիսորը հավանում է, անցնում են գործի։ Էսքիզներն արդեն իրական դեկորացիայի տեսք ստանում են արվեստանոցներում։ Երկաթագործը իր գործն անում, փայտամշակման վարպետը իր գործն անում, բուտաֆորը իր գործն անում, դերձակը իր գործն անում։ Երբ որ ամեն ինչը ավարտի է հասնում, նոր անցնում է բեմ։ Թատրոնում պատահական մարդիկ չկան, ասում է զրուցակիցս, դերասանից մինչև վարպետ, պետք է թատրոնինը լինեն։ Թատրոնը ինչ-որ ձգողական բան ունի, երի ամեն մարդունը չի։ Ես գտա, որ իմնա եւ մեծ հաճույքով ամեն օրվա աշխատանքը կատարում։ Բուտաֆորական կահույք է, բայց պրոցեսներ կա, որը բուտաֆորական չի, ինքը պետք է իր ֆունկցիան կատարի։ Մեխանիզմը, այսինքն ատրիբուտներ կա, որը պետք է դրվի։ Ոնց որ տան մեջ ենք անում
խոհանոցի մեջ ենք դարագը դնում, ունեցել բեմում պետք է լինի։ Վարպետի համար ամենապատասխանատու պահը թերևս պրեմիերան է, երբ ամիսների աշխատանքը բեմից հիացնում է հանդիսատեսին, իսկ ծափահարությունները միայն դերասաններինը չեն։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։